Այսօր մենք խոսելու ենք Երևան քաղաքին վերաբերող խնդիրներից։ Ձեր կարծիքով, որոնք են այն 3 խնդիրները, որոնք կամ այս պահին հրատապ Երևանում լուծում են պահանջում, կամ 3 արդեն պետք է լուծված լինեն այդ խնդիրները։ Քանի որ Երևանից ենք խոսելու, առաջինը տոնին ընդառաջ ուզում եմ մեր երևանցիների շնորհավորել Երևանի տոնի կապակցությամբ։ Խնդիրների մասին խոսելիս երևի ամենահրատապը եւ մարդկանց հուզողը դա էկոլոգիական վիճակն է Երևան քաղաքի։ Ցավով պետք է ասենք, որ փոշու օդի աղտոտվածության մակարդակով Երևանը երևի ամենաաղտոտվածն է Հայաստանի Հանրապետությունում եւ միջազգային վարկանիշներով էլ, երբ որ նայում ենք, օրինակ ամերիկյան Ել համալսարանը ամեն տարի զեկույց ունի հրապարակվող էկոլոգիապես մաքուր մայրաքաղաքների եւ 180 երկրների շարքում Երևանը հիմա 102-րդն է իր մաքրությամբ, իսկ նախկինում 2017-18 թվականին եղել է 63-ը։ Ամենավտանգավորը նաեւ այս օդի աղտոտվածության դա մանր փոշու արկայությունն է, որը վտանգավոր է առաջին հերթին մինչև 5 տարեկան երեխաների համար։ Մեծ փոշին դեռևս մարդ կարողանում է շնչառական համակարգի միջոցով պաշտպանվել, իսկ փոքր փոշիները դա ամենավտանգավորն է եւ պետք է քաղաքը պատշաճ վերահսկողություն իրականացնի շինհրապարակների նկատմամբ, Երևանի տարածքում, հարակից տարածքում գործող բաց հանքերի, որտեղ 19 հանք ունենք Երևանում եւ հարակից տարածքներում, ավելի շատ մեծացնի կանաչ տարածքները, որտեղ թամանյանական Երևանը ինքը հայտնի է եղել իր կանաչ լինելով, որպես կանաչ մայրաքաղաք, բայց այս իրավիճակը գնալով տեսնում ենք, որ կանաչ տարածքները նվազում են։ Դա այն դեպքում, երբ որ քաղաքացիական պայմանագիրը գալիս էր իշխանության, հայտարարեց 8000 ծառ, կարծեմ, թիվը կարող է սխալ եմ հիշում, բայց բնապահպանական ինչ-որ ծրագիր պետք է, այո, ծառատունկ իրականացվեր, մի փոքր հատված իրականացվեց Նոր Մարաշ վարչական շրջանի լանջին եւ դրանով ոնց հասկացանք սահմանափակվեցին, բայց միայն կենտրոնում չէ, նաեւ Երևանի մնացած վարչական շրջաններում պետք է խոսենք բակային հատվածների կանաչ տարածքների արկայության, այգիների, մանկական խաղահրապարակների խնդրի մասին, գործակարգավարական Երևանի քաղաքապետարանի գործակարգավարականի ժամանակ տարբեր թվեր հրապարակվում են բակերի վերանորոգման համար, այսքան միլիոն, այնքան միլիարդ բարեկարգման վերանորոգման, այսինքն գումարներ ծախսվում են, բայց դուք կարծում եք, որ արդյունավետ չեն եւ բավարար չափով բարեկարգ չի Երևանի բակերը։ Դե ինձ թվում է մեր երևանցիները իրենք են առաջին հերթին տեսնում, թե ինչպես են բարեկարգված իրենց տարածքները, իրենց բակերը, իրենց շուրջ առաջին հերթին բակային կանաչ տարածքները, իհարկե մենք բոլորս պետք է մենք էլ լինենք մասնիկը այդ կանաչապատման, կանաչ տարածքների պահպանման մեր նախաձեռնությամբ, ես դրա մասին էլ կուզենամ խոսել, որ մեր ձևով շարժումը որոշել է ընտրել մի քանի բակային հատվածներ եւ քանի որ մենք կամավորական շարժում ենք, մեր կամավորների միջոցով, մեր համակիրների միջոցով փորձենք բարեկարգել, ստեղծել բակային բարեկարգ տարածքներ, խաղահրապարակներ եւ մեր օրինակով ցույց տանք, թե ինչպես պետք է բարեկարգել հարմարավետ բակային տարածքը։ Բակերի բարեկարգման մեր ձևով նախաձեռնությունները ընթացքի մեջ են, ինչ փուլում են։ Քանի որ պետք է ստանանք նաև թեկուզ աշխատանքները մեծ ծավալի չեն, բայց պետք է ստանանք շինթույլտվություն,
այժմ նախագծի վրա ենք աշխատում եւ հուսով եմ հոկտեմբերի վերջ կդիմենք արդեն շինթույլտվության 2-3 բակի համար, կաշխատենք քաղաքապետարանի հետ համաձայնեցման փուլում, քանի որ կարծում եմ նախաձեռնությունը օգտակար է լինելու նաև քաղաքային իշխանությունների համար, որպես օրինակ տեսնելու, թե ինչպես կարա քաղաք հասարակությունը, ինչպես կարան երևանցիների ուժերը միավորելով ստանալ ավելի բարեկարգված քաղաքային տարածքներ։ Մտավախություններ չկան, որ քաղաքական մրցակցությունը կխանգարի։ Դե կա միշտ մտավախություն կա, ցանկացած նախաձեռնություն, որ կարող է խոչընդոտվել, բայց հուսանք այս դեպքը չի լինի։ Այն խնդիրները, որոնց մասին խոսեցիք, իհարկե կարևոր են, բայց Երևանում մեծ խնդիր է նաև բարեփոխված ճակերտավոր տրանսպորտը առաջացրել, մեծ խնդիր են նաև խցանումները, կայանատեղիների բացակայությունը, ջրահեռացման համակարգերի չգոյությունը կամ անբավարար վիճակը։ Այս ամբողջի մասին մտածել եք, ունեք ծրագրեր։ Իհարկե մտածել ենք, դրա հիմնական պատճառը այն է, որ քաղաքը չունի զարգացման միասնական համակարգ եւ չի պահպանում, եթե նույնիսկ կա պատկերացում, դա չի պահպանվում եւ տրվում են ժամանակ առ ժամանակ լուծումներ, որը քաղաքի տեսանկյունից օգուտ չի բերում, այլ վնասում է։ Եթե մենք գիտենք, որ այս հատվածի համար պետք է կառուցվի, ասենք, բիզնես կենտրոն կամ բազմաբնակարան շենքերի համալիր, պետք է հասկանանք, միջև այդ կառուցումը, կոմունիկացիաները, ճանապարհները, կոյուղին, ջուրը, էլեկտրամատակարարումը, գազը ինչպես են անցկացնելու եւ այդ անցկացումն էլ պետք է բոլոր կոմունիկացիաները տիրապետող կազմակերպությունները, դա Վիոլաջուրը, ՀԵՑ-ը, Գազպրոմը, քաղաքապետարանի նախաձեռնությամբ, քանի որ քաղաքային իշխանությունը քաղաքապետարանն է, քաղաքապետարանի նախաձեռնությամբ պետք է համակարգված լինի, որտեղ առանձին կոմունիկացիաները, կոմունիկացիոն աշխատանքները իրականացվում են, ցավոք սրտի սկզբից ասֆալտապատվում է ճանապարհը, հետո սկսում են կոմունիկացիաները անցկացնել։ Սա քաղաքային պլանավորման ուղղակի անկարողությունն է կամ ոչ կոմպետենտ աշխատանքը կարանք ասենք, չգիտեմ, որ միջև ասֆալտապատումը գոնե պետք է հասկանալ այդ հատվածով ինչ կոմունիկացիաներ պետք է անցկացնեն շահագրգիռ կազմակերպությունները, գոնե առաջիկա 2-3 տարվա կտրվածքով, էլի, եթե հիմնական ճանապարհը վերանորոգվում, հետո նոր այդ ճանապարհը վերանորոգեն, որտեղ դրա ասֆալտապատվում է, դրանից հետո սկսում է մի քանի անգամ քանդվել։ Դա պլանավորման ուղղակի բացակայությունն է քաղաքային իշխանությունների կողմից, հաջորդ իհարկե տրանսպորտը, բնակչությունը անընդհատ տեղաշարժվում է, նոր ենթակառուցվածքների, նոր ճանապարհների կարիք ունենք, քաղաքի հատվածներ կան, որ առավոտյան եւ երեկոյան ժամերին մշտական խցանումներ ենք տեսնում, դա ճանապարհների եւ տրանսպորտի ոչ հարմարավետությունն է, որ մարդիկ իրենց մեքենաներով են երթևեկում, ոչ թե հանրային տրանսպորտով, ինչպես նաև խոստացված Աչափնյակի մետրոյի կայանն է, որը 7 տարի է նախագծվում է, անցնում է փորձաքննություններ, ամեն տեսակի քննարկումներ, բայց այդպես էլ չենք տեսնում գործնական ինչ-որ քայլ այս ուղղությամբ, որտեղ մետրոն էլ է եւ ամենահարմարավետ փոխադրամիջոցն է քաղաքի համար, քաղաքի բնակչության համար։ Իսկ շատ կոմպետենտ է պետք լինել, որպեսզի գործող մետրոպոլիտենին մեկ վագոն եւս ավելացնել, որովհետեւ վերջի շրջանում դրանից էլ են մարդիկ բողոքում։ Ուզում եմ հարցը ստանել այն ուղղությամբ, որ դուք կոմպետենտության ոչ ճիշտ պլանավորման մասին եք խոսում, բայց ձեր նշած բոլոր ծրագրերի վրա միլիարդավոր դրամներ են ծախսվել, նաև կառավարության նիստերում է զեկուցվել այդ մասին,
գումարները հիմա հստակ չեմ հիշում, դրանք կարելի է շատ արագ գտնել, այսինքն կոռուպցիոն ռիսկեր այստեղ դուք չեք տեսնում։ Ամեն դեպքում դա սուբյեկտիվ կարծիք կլինի, կոռուպցիոն ռիսկեր միշտ էլ կան ու ցավոք պետքա նշենք, որ քաղաքապետարանի շուրջ էլ այդ կոռուպցիոն խոսակցությունները ամենաշատն են, ամենաշատ քննարկվածն են, բայց ցանկանայի թողնել ավելի պատկան մարմինները թող ավելի ուշադիր լինեն, ամեն դեպքում իհարկե այդ նման խոսակցություններ կան։ Խնդիրները բարձրաձայնում եք, լավ, իսկ ինչպես դրանք լուծել։ Օրինակ, դիցուկ, անձրև եկավ, մայրաքաղաքը հեղեղվում է, անցումները հեղեղվում են, դուք լուծումներ ունեք, շատ պարզ եւ արագ լուծում պահանջող հարց։ Լուծումները շատ պարզ են, պետք է հեղեղատարերը մաքրել, պատշաճ սպասարկում իրականացնել, որտեվ անցած տարի, այս տարի գարնանը, երբ որ փողոցները անձրևից հետո ասես դառնում էր գետեր, քաղաքը խոսում են քաղաքային իշխանությունները, որ աննախադեպ տեղումներ են եղել, բայց սովորական մի քանի մասնավոր օրինակով էլ կարող ենք ասել, սովորական քաղաքացիների կողմից, երբ որ իրենց կողքի հեղեղատարը բացում են, ցույց են տալիս, թե ինչ տարիներով աղբ կա կուտակված, ասենք, չգիտեմ, 90-ական թվականների դերբի ինչ-որ բան են հանում, թղթեր են հանում, բան որ ասենք, պարզ ցույց է տալի, որ այս հեղեղատարը ամենակիչը 20-25 տարի չի սպասարկվել, չի մաքրվել, դրա համար էլ իհարկե ջուրը հեռանալու տեղ չի ունենում, ինքը իր ճանապարհը գտնում է, ուսես դառնում է գետ։ Պետք է պատշաճ սպասարկում իրականացնել քաղաքի ենթակառուցվածքների նկատմամբ, հեղեղատարերի նկատմամբ, ճանապարհների, անցումների, այո, որ նման խնդիրներ չառաջանա, նույն ձև անցումների հետ կապված Փակ շուկայի հարակից տարածքի անցումը բարեկարգվեց, նորոգվեց, հետո առաջին անձրևից հետո պարզվեց, որ ջրահեռացման համակարգը չի աշխատում ու եւս դրանից հետո լրացուցիչ բյուջե հատկացվեց նորից նույն աշխատանք, այսինքն արդեն վերանորոգված անցումը եւս մեկ անգամ ջրահեռացում անցկացվեց, նորից վերանորոգվեց, այս օրինակով էլ շատ ինձ թվում է օրինակելի կարելի է ցույց տալ Տաշի խմբի կողմից նորոգված համար 1 անցումը, որը եւ հարմարավետ է քաղաքացիների համար, եւ մեր զբոսաշրջիկների, հյուրերի համար, նմանատիպ օրինակները պետք է ուղղակի քաղաքը վերցնի, փորձի համագործակցելով կամ իր նախաձեռնությամբ մնացած անցումներում էլ ինչ-որ մի ձև իրականացնի, որտեվ այս պահին ինձ թվում է մի հատ այտենց օրինակելի անցում ունենք, որ կարելի է 1-2 եւ երիտասարդական մետրոյի հարակից այդ անցումը։ Իսկ աղբահանությունը հիմա Երևանի համար խնդիր է, մի շրջան մեծ խնդիր էր, երբ որ հիշում եք բոլորս շաբաթներով աղբը մնում էր իր տեղում, գարշահոտություն եւ դրանից բխող մնացած հարցերը։ Հիմա աղբահանությունը պատշաճ իրականացվում է ըստ ձեզ, Երևանի սանմաքրման աշխատանքները բավարար են։ Իհարկե աղբահանության մասին խոսելիս երևի առաջնային պետքա խոսանք աղբավայրի խնդրի մասին, ու Բարաշենի աղբավայրի խնդրի մասին, որը այսօր գիշերն էլ եւ այրվել է, հրդեհ է, մինչեւ առավոտյան դեռ ծխում էր ու տարին 2-3 անգամ աղբավայրը վառվում է եւ աղետ է մեր քաղաքի համար, հարակից բնակիչների համար, ես որ ճամփորդում եմ, մեկ-մեկ տեսնում եմ օրինակ տենց մեծ քաղաքին կողքը տենց շո մի հատ մեծ բլուր է ու կանաչապատված է, հարցնում ես օրինակ նման դեպք եղել է եւ Դուբայում եւ եվրոպական երկրներում, ասում են դե սա մեր հին աղբավայրն էր,
քաղաքը կոնսերվացրել է, դարձրել է իրան կանաչ եւ իր վրա մեկ կայան է կառուցված, որը արդեն դուրս եկող գազերը զտում է, ֆիլտրում է եւ թողում է արդեն միջավայր։ Ծրագրի մասին անընդհատ խոսում ենք, բայց ոնց որ գործնական քայլեր այս ուղղությամբ ընդհանրապես չենք տեսնում, այսինքն այն գլոբալ աղետը, որ մենք ունենք մեր քաղաքի կողքը, որ տարի 2-3 անգամ ինքը ինչ որ ազդակ է տալիս, որ սա աղետ է, ես այրվում եմ, չգիտեմ, խնդիր կա այստեղ, քաղաքային իշխանությունները հանգցնում են կրակը, խոսում են այո պետք է նոր աղբի վերամշակում իրականացնենք եւ անցնում են առաջ։ Աղբանության տեսանկյունից չունենք աղբի տեսակավորում, այսինքն մի քանի հատվածներում մասնավոր տենց դրված է, բայց քաղաքը գլոբալ առումով չունի աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ։ Աղբամանները երևի 20 տեսակի աղբաման կարող է քաղաքում sense որ շրջենք նույնիսկ կենտրոնում 20 տեսակի տարբեր մեկը մյուսից տարբերվող աղբամաններ կա, որը ոչ միայն հարմար չի, այլ նաև sense աչքի համար էլ հաճելի չի տեսնել տարբեր տեսակի աղբամաններ։ Բայց թիվ 1 խնդիրը, որ քաղաքը ունի աղբանության հետ կապված, այդ միանշանակ մեր աղբավայրի կոնսերվացումն է, աղբի վերամշակման գործարանի կառուցումը, աղբի տեսակավորումը, որը ամբողջ աշխարհը արդեն 21-րդ դարում բոլորը գնացել են այդ ճանապարհով, մենք դեռ խոսում ենք դրա մասին ու կարանք երկար խոսանք, եթե փոփոխությունների չգնանք։ Այդ եմ ուզում հարցնել, խնդիրները, որոնց մասին խոսում ենք, լուծումները վաղուց ամենուր գտնված են։ Հիմա խնդրեմը ո՞րն է, որ մենք չունենք այդ լուծումները, մեզ մոտ դրանք չեն կիրառվում։ Օրինակ, քաղաքային իշխանությունները մեղքը բարդում են նախկին իշխանությունների վրա։ Ձեր կարծիքով որտեղ է խնդրեմը։ Նախկինների մեջ, ներկաների մեջ։ Եվ նախկինների եւ ներկաների, որտեղ ինձ թվում է ներկաները արդեն դարձել են նախկիններ 7 տարի ոնց որ քաղաքացիական պայմանագիրը իրականացնում է եւ քաղաքային իշխանության ղեկին են եւ կառավարությունն են միանձնյա ղեկավարում ու այս խնդիրների մասին անընդհատ անցյալով խոսալը ինձ թվում է անլուրջ մոտեցում է ուղղակի անընդհատ ասել, որ մենք նախագծի վրա ենք աշխատում, մենք նախկինների ժառանգությունը, չգիտեմ, հիմա անելու ենք, հայեցակարգ ենք մշակում, քննարկում, հանձնաժողով, ուղղակի կամքի բացակայությունն է, մարդիկ զբաղված են այլ գործով, ուրիշ բացատրություն ես չեմ կարող տամ։ Ինչ գործով է զբաղված քաղաքային իշխանությունը, եթե ոչ քաղաքի խնդիրներ լուծել։ Դե երևի իրենց պետք է հարցնել, բայց հաստատ քաղաքի խնդիրներով, ասենք ինձ թվում է զբաղվելու համար պետք է քաղաքը սիրել, շրջել քաղաքով, տեսնել խնդիրները եւ հրատապ ամենօրյա քաղաքը ամենօրյա խնամք ու ամենօրյա հետևողական աշխատանք է պահանջում։ Իրենք ամենաշատը եւ ամենաբարձրն են խոսում այն մասին, որ սիրում են Երևանը, Հայաստանի Հանրապետությունը, իրական Հայաստանի իրենց պատկերացումների շրջանակում։ Դե մեր քաղաքացիները թող գնահատեն իրենց հայտարարությունները, միայն դա կարող եմ ասել։